1998 նոյեմբերի 20-րդի գիշերվա ժամը 30 րոպեն անցավ, երբ Գալինա Ստարովոյտովայի մարմինը տեղափոխվեց քննչական կոմիտե։ Նրա օգնականները, ովքեր ստիպված էին մտնել նրա Սանկտ Պետերբուրգի բնակարան, նկատեցին մի տարօրինակ բան։ Փաստաթղթերի մեծ պատյան, որը Գալինան միշտ պահում էր իր աշխատասեղանի գաղտնի դարակում, անհետացել էր առանց որևէ հետքի։ Այդ պատյանում էին փաստաթղթեր Արցախյան պատերազմի մասին, ապացույցներ Մոսկվայի Բաքվի գաղտնի պայմանագրերի մասին, ավելի ահավոր մի բան, անուններ, կոնկրետ անուններ այն մարդկանց, ովքեր միլիոններ էին վաստակում արյունից ցավից։ Ով վերցրեց այդ փաստաթղթերը այն գիշերը, երբ սպանիչները դեռ չէին հեռացել շենքից։ Ինչ էր այնտեղ գրված, որ արժեր մեկ կնոջ կյանքը։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ պատյանի պատճենները մնացել են ինչ-որ տեղ, թաքնված Երանում կամ Ստեփանակերտում, սպասելով իրենց պահին։ Գալինա Ստարովոյտովան չէր կարող լինել սովորական ռուս քաղաքական գործիչ հայերի համար։ Նա դարձել էր ավելին քան դաշնակից, ավելին քան բարեկամ։ Հայերը նրան անվանում էին «մեր ռուս քույրը», սա չէր լինելու սովորական քաղաքավարություն։ Երբ 1993-ին ամբողջ աշխարհը լռում էր Ղարաբաղի ողբերգության առաջ, երբ անգամ ՄԱԿ-ի դիվանագետները վախենում էին մտնել հրաձգության գոտի, Գալինան առանց պահապանների ու զրահապատ մեքենաների գնում էր Ստեփանակերտ։ Նրա ուղեկիցներն ասում էին, որ նա հանգիստ քայլում էր ռումբակոծված փողոցներով, մտնում էր ապաստարաններ, խոսում երեխաների ու մայրերի հետ, որոնք 2 օր ապրել էին առանց լույսի ու ջրի։ Նրա նկատմամբ սերն Հայաստանում սկսվեց 1990-ին, երբ նա առաջին անգամ այցելեց Երան։ Դա չէր եղել պաշտոնական այցելություն դիվանագիտական արձանագրությամբ։ Գալինան եկավ որպես մարդասիրություն մտածող մարդ, ով ուզում էր հասկանալ, ինչու է ամբողջ ժողովուրդ փախչում Բաքվից Սումգայիթից։ Նա հարցազրույց վերցրեց 200 հազարավոր փախստականներից, լսեց պատմություններ այնպիսի բռնությունների մասին, որոնք սովետական մամուլը երբեք չէր հրապարակում։ Եվ ամենակարևորը, նա նկարահանեց այդ ամենը իր անձնական տեսախցիկով, պահպանեց բոլոր անունները, բոլոր ամսաթվերը, բոլոր հասցեները։ Երբ նա վերադարձավ Մոսկվա, իր ձեռքին էին 130 ժամ տեսագրության, հազարավոր լուսանկարներ, փաստաթղթեր, որոնք կարող էին խախտել Միխայիլ Գորբաչովի խաղաղ կոէքզիստենցիայի իդեալական պատկերը։ Բայց ինչու հենց Գալինան։ Ինչու մի ռուս կին, որը չուներ հայկական ծագում, որը չգիտեր հայերեն, դարձավ այսքան կարևոր մեր պատմության մեջ։ Պատասխանը կարելի է գտնել նրա անձնական օրագրում, որը պահվում է Սանկտ Պետերբուրգի արխիվներում։ Այնտեղ գրված է նրա խոսքերը 1993-ի փետրվարի 13-ից, երբ տեսա այդ երեխաներին Ստեփանակերտի ապաստարաններում, տեսա մայրերին, ովքեր փորձում էին իրենց պաշտպանել ռումբակոծությունից, հասկացա, սա ինձ համար այլևս չէ օտար ժողովրդի պատերազմը։ Սա դարձել է իմ անձնական պարտականությունը։ Եվ նա կատարեց այդ պարտականությունը մինչ վերջ, մինչ այն վերջին գիշերը նրա բնակարանի մուտքի դռանը։ Մոսկվայի քաղաքական շրջանակներում Ստարովոյտովային սկսեցին անվանել հայերի լոբիստ։ Սա չէր հաճախակի կոչում, դա էր նախազգուշական ազդանշան։ Քրեմլի ազդեցիկ մարդիկ, ովքեր փորձում էին պահպանել հավասարակշռություն Հայաստանի-Ադրբեջանի միջ, տեսնում էին նրանում վտանգ։ Նավթի հզոր լոբին, որը շահագրգռված էր Բաքվի հետ լավ հարաբերություններ ունենալու մեջ, տեսնում էր նրանում թշնամի։ Բայց Գալինան չէր դադարում։ Նա ելույթներ էր ունենում Դումայում։ Հարցումներ էր կազմակերպում միջազգային կազմակերպություններում, հանդիպումներ էր անցկացնում արմատյան դիվանագետների հետ։ Յուրաքանչյուր ելույթում նա բարձրաձայնում էր մեկ անուն կամ մեկ փաստ, որը ցավեցնում էր որոշակի մարդկանց։ 1994-ի հունիսին Գալինան մեկնեց Ստեփանակերտ առանց որևէ նախազգուշացման։ Դա չէր պաշտոնական այցելություն, դա չէր լրագրողական հաղորդագրություն։ Նրա անձնական օրագրում այդ ուղղորության մասին գրված է միայն մեկ նախադասություն՝ պետք է տեսնել ճշմարտությունը այնտեղ, որտեղ ոչ ոք չի ուզում նայել։ Եվ նա տեսավ։ Նա տեսավ մարտական դիրքերում 17-ամյա տղաների, ովքեր պահպանում էին Լեռնանցքեր 1-5 Կալաշնիկովով 3 հոգու համար։ Տեսավ 5 կանանց, ովքեր վառելափայտի փոխարեն այրում էին իրենց կահույքը, որպեսզի ձմռանը չմեռնեն սառնամանիքից։ Տեսավ հիվանդանոցներ առանց դեղորայքի, դպրոցներ առանց պատուհանների, բնակարաններ առանց տանիքի։ Եվ բոլոր այդ տեսածը նա ապրանքավորեց ոչ թե զգացմունքային հոդվածներով, այլ փաստաթղթերով, թվերով, անուններով։ Բայց այդ այցելության ժամանակ տեղի ունեցավ մի դեպք, որի մասին շատ քչերը գիտեն։
Ստեփանակերտի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը, ով այն ժամանակ էր ամենահեղինակավոր հրամանատարներից մեկը, հանդիպեց Գալինայի հետ իր շտաբում։ Հանդիպումը տևեց 6 ժամ, դռները փակ էին նույնիսկ անվտանգության ծառայության բարձրաստիճան սպաներից։ Երբ Գալինան դուրս եկավ, նրա դեմքը լուրջ էր, նա անմիջապես պահանջեց հանդիպել իր օգնականներից մեկի հետ։ Ըստ ականատեսների, նա փոխանցեց նրան մեծ ծրար, ասելով միայն մեկ բան՝ սա պետք է հասնի Երան, բայց ոչ պաշտոնական ուղիներով։ Ինչ էր այդ ծրարի մեջ։ Ինչու այն չպետք է անցներ պաշտոնական ուղիներով։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ ծրարը հասավ իր նշանակման տեղը։ Թե այն էլ անհետացավ ինչպես այն գաղտնի պատյանը նրա բնակարանից։ 2 ամիս անց Գալինան կանչվեց Մոսկվա, ՖՍԲ-ի գլխավոր վարչություն։ Պաշտոնական տարբերակով, այն էր սովորական հարցաքննություն Հյուսիսային Կովկասի իրավիճակի մասին։ Բայց նրա մոտ աշխատողները նկատեցին, որ հանդիպումից հետո Գալինան փոխվեց։ Նա դարձավ ավելի մտահոգ, ավելի զգույշ իր հեռախոսային խոսակցություններում։ Ավելին, նա խնդրեց իր ամենամտերիմ ընկերներից մեկին պահել մի փոքրիկ սկավառակ իր տանը։ Եթե ինձ հետ ինչ-որ բան տեղի ունենա, այդ սկավառակը պետք է հասնի Էդուարդ Շևարդնաձեին կամ Ռիչարդ Հոլբրուքին, ասել է նա, շեշտելով յուրաքանչյուր բառ։ Ինչ էր գրված այդ սկավառակում։ Ում անուններն էին այնտեղ թվարկված։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ սկավառակը մնաց փրկվելու։ Թե նրան էլ գտան սպանիչները այն գիշերը։ 1995-ի ամռանը Գալինա Ստարովոյտովան հետ եկավ Երան, պաշտոնական այցով։ Այս անգամ նա ոչ թե փախստականների հետ էր հանդիպում, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նրա ամենաուշագրավ հանդիպումը եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Հանդիպումը տևեց 4 ժամ, բովանդակությունը երբեք պաշտոնապես չհրապարակվեց։ Բայց նրա օգնականներից մեկը հիշում է, որ երբ Գալինան դուրս եկավ նախագահի աշխատասենյակից, նրա ձեռքին էր նոր պատյան, հաստ փաստաթղթերով։ Սա կփոխի ամեն ինչ, ասաց նա իր օգնականին։ Բայց սա պետք է ճիշտ ժամանակին հրապարակվի։ Ո՞րն էր այդ ճիշտ ժամանակը։ Ինչու նա չհրապարակեց դրանք անմիջապես։ Եվ արդյոք այդ պատյանը նույնն էր, որը անհետացավ նրա բնակարանից 3 տարի անց։ Հայաստանի հետ Գալինայի առնչությունը չէր սահմանափակվում միայն քաղաքական գործունեությամբ։ Նրա անձնական կյանքում էլ հայերը զգալի տեղ էին գրավում։ Նրա ամենամտերիմ ընկերներից մեկը եղել է Պարույր Հայրիկյանը, հայ ազգայնական շարժման առաջնորդներից մեկը։ Նրանք ծանոթացել էին դեռ Սովետական Միության ժամանակներում, երբ երկուսն էլ դիսիդենտներ էին պայքարում էին համակարգի դեմ։ Պարույրը հիշում էր, թե ինչպես Գալինան աջակցում էր նրան, երբ նա բանտում էր, ուղարկում նամակներ, կազմակերպում էր միջազգային հանրային կարծիքը։ Նա չէր պարզապես քաղաքական դաշնակից, հիշում է Հայրիկյանը, նա էր իրական ընկերուհի, ով կիսում էր մեր ցավը, մեր երազանքները։ Երբ 1998-3-ին Պարույրը լսեց լուրը Գալինայի մասին, նա անմիջապես ասաց, սա էր նշանակված սպանություն։ Ես գիտեմ, ով կարող էր դրա հետում լինել։ Բայց Գալինայի ամենախորը գաղտնիքները չէին կապված նրա հանրային կյանքի հետ։ Դրանք էին կապված նրա անձնական նշումների հետ, որոնք նա պահում էր մի հատուկ տետրում։ Այդ տետրը նա երբեք չթողնում էր անվերահսկելի։ Նրա օգնականները հիշում են, որ անգամ երբ Գալինան գնում էր հանրային հանդիպումների, այդ տետրը մնում էր իր ձեռքի պայուսակում։ Եվ այդ տետրում նա գրում էր ոչ թե անձնական մտորումներ կամ զգացմունքային խոհեր։ Այնտեղ էին անուններ, ամսաթվեր, գումարներ, ամենակարևորը, կոնկրետ հանրահայտ անձանց կապերի սխեմաներ։ Ում հետ ով է հանդիպել, ով ում է վճարել, ով է շահագրգռված պատերազմի շարունակման մեջ, ով է շահագրգռված խաղաղության մեջ։ Այդ տետրը որտեղից է հայտնվել։ Ով տվեց Գալինային այդ տեղեկատվությունը։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ տետրը գտնվեց այն գիշերը նրա բնակարանում։ Թե այն էլ անհետացավ սպանիչների ձեռքերում։ 1995-ի աշնանը տեղի ունեցավ մի դեպք, որը շատերը մոռացել են, բայց որը կարևոր է հասկանալու համար։ Գալինան հանդիպեց Ֆրանսիայի դեսպանատանը մի խմբի հետ, որի մեջ էին ֆրանսիացի լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպաններ։ Նրանք խոսեցին Ղարաբաղյան հակամարտության մասին, Գալինան պատմեց շատ մանրամասներ, որոնք նրանք չգիտեին։ Բայց հանդիպումից հետո, երբ բոլորը արդեն հեռացել էին, Գալինան մնաց մեկ ֆրանսիացի լրագրողի հետ, Ժան-Պիեր Պերենի հետ։
Նրանք խոսեցին մոտ 2 ժամ, ըստ Պերենի հետագա հիշողությունների Գալինան նրան ասաց մի բան շատ անսովոր, եթե ինձ հետ ինչ-որ բան տեղի ունենա, դուք պետք է գիտենաք, որ Ղարաբաղում կա շատ ավելի մեծ խաղ, քան ազգային հակամարտություն։ Այնտեղ մարդիկ միլիոններ են վաստակում, նրանք պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի այդ միլիոնները շարունակեն հոսել։ Ո՞վ էին այդ մարդիկ։ Ինչպիսի։ Միլիոններ։ Եվ ինչու Գալինան պատմեց այս մասին օտարերկրյա լրագրողի, բայց ոչ ռուսական մամուլի։ Նոյեմբերի 20-ի երեկոյան 1998 թվականին Գալինա Ստարովոյտովան վերադարձավ իր բնակարան մոտ ժամը 21-ին։ Նրա հետ էր նա իր օգնականը Ռուսլան Լինկովը։ Նրանք բարձրացան 5-րդ հարկ, երբ Գալինան բանալով բացեց դուռը, սպանիչները սպասում էին նրանց մուտքի հանգրվանում։ Պաշտոնական տարբերակով դա էր հանցավոր խմբավորումների միջ հաշվարկ։ Բայց շատ հարցեր մնացին անպատասխան։ Ինչու։ Սպանիչները սպասեցին հենց այդ երեկոյան։ Ինչու։ Նրանք գիտեին, որ Գալինան կվերադառնա այդ ժամին։ Եվ ամենակարևորը, ինչու։ Նրանք անցան բնակարան ներս փնտրեցին ինչ-որ բան, անտեսելով գումարը ոսկյա զարդերը, որոնք բաց էին պահարանում։ Եվ հիմա գալիս ենք այն կետին, որը փոխում է ամբողջ պատմությունը։ Գալինայի ամենամտերիմ ընկերներից մեկը, Իրինա Հակամադան, ով 10 տարի աշխատել է նրա օգնական, հիշում է մի խոսակցություն նոյեմբերի 19-ը, ընդամենը 10 օր առաջ այդ գիշերվա։ Գալինան զանգահարել է Իրինային ուշ երեկոյան, ասել է մի տարօրինակ բան. եթե ինձ հետ ինչ-որ բան տեղի ունենա, դու պետք է իմանաս, որ ամենակարևոր փաստաթղթերը պահված են 3 տարբեր վայրերում։ Մեկը Երանում է, մեկը Ստեփանակերտում է, երրորդը Սանկտ Պետերբուրգում է, բայց ոչ իմ բնակարանում։ Իրինան հարցրեց. ինչու է Գալինան խոսում այսպես, բայց պատասխան չստացավ։ Գալինան պարզապես ծիծաղեց, ասաց. ապահովագրություն, Իրինա ջան, պարզապես ապահովագրություն։ Բայց որտեղ են այդ 3 տեղերը։ Ով գիտեր այդ վայրերը։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ փաստաթղթերը դեռ գտնվում են այնտեղ, թե։ Դրանք էլ գտան նրանք, ովքեր փնտրում էին պատյանը Գալինայի բնակարանում։ Երբ քննիչները ուսումնասիրեցին Գալինայի բնակարանը, նրանք գտան մի քանի տարօրինակ մանրամասներ։ Նրա աշխատասեղանի մուտքի դարակը բացվել էր ուժով, բայց արժեքավոր գրիչը, ոսկե ժամացույցը մնացել էին չանձե։ Նրա համակարգչի միացումը փորձել էին բաց անել, բայց տեխնիկական գիտելիքներ չունենալով չէին կարողացել։ Նրա գրասեղանի տակ գտել էին պատրված թղթի կտորներ, բայց երբ փորձեցին վերականգնել, տեսան, որ դրանք ոչնչացված են հատուկ գործիքով, որը անհնարին էր դարձնում տեքստի ընթերցումը։ Ով էր օգտագործել այդ գործիքը, Գալինան, թե։ Սպանիչները։ Ինչու էին այդ թղթերը այդքան կարևոր, որ պետք է ոչնչացվեին հատուկ եղանակով։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ թղթերը պատճեններն էին Գալինայի գլխավոր փաստաթղթերի, որոնք սպանիչները չկարողացան գտնել։ Գալինա Ստարովոյտովայի սպանությունից 5 օր անց, նոյեմբերի 25-ին, տեղի ունեցավ մի դեպք, որի մասին քիչ մարդիկ են խոսում։ Երանում, Հանրապետության հրապարակում 100 հազարավոր մարդիկ հավաքվեցին հիշատակել Գալինային։ Բայց այդ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցավ մի տարօրինակ դեպք։ Մի անծանոթ մարդ մոտեցավ բեմին, փորձեց բարձրացնել մի պաստառ, որի վրա գրված էր Գալինան գիտեր ճշմարտությունը։ Նրա փաստաթղթերը պետք է հրապարակվեն։ Անվտանգության ծառայությունը անմիջապես հեռացրեց այդ մարդուն, նա անհետացավ բազմության մեջ։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչպես նա գիտեր փաստաթղթերի մասին։ Եվ ամենակարևորը, ինչու անվտանգության ծառայությունը այդքան արագ արձագանքեց, հեռացրեց նրան, կարծես սպասում էին նման դեպքի։ Երբ Սանկտ Պետերբուրգի քննչական կոմիտեն սկսեց պաշտոնական քննություն, առաջին բանը, որ նրանք արին, էր ուսումնասիրել Գալինայի հեռախոսային խոսակցությունները վերջին 3 ամսվա ընթացքում։ Եվ այդ խոսակցություններում նրանք գտան մի հետաքրքիր մանրամասն։ Գալինան նոյեմբերի 12-ին ունեցել է երկար խոսակցություն մի անծանոթ համարի հետ, որը ռեգիստրացված էր Արցախում։ Խոսակցությունը տել է 36 րոպե, ըստ տեխնիկական տվյալների, այն եղել է բարդ զրույց, ոչ թե սովորական բարություն։ Բայց երբ քննիչները փորձեցին պարզել այդ համարի սեփականատիրոջը, պարզվեց, որ այն գրանցված է կեղծ անունով, հետքերը կորան Ստեփանակերտի փողոցային սրճարանում։ Ո՞վ էր զանգահարել Գալինային այդ համարից։ Ինչ էին նրանք քննարկել 36 րոպեի ընթացքում։
Եվ ամենակարևորը, ինչու այդ մարդը օգտագործեց կեղծ անուն, եթե խոսակցությունը եղել է անմեղ, փոխանակելու պարզապես տեղեկատվություն։ Նորից վերադառնանք Գալինայի անձնական կյանք։ Նրա ամենամտերիմ ընկերներից մեկը եղել է Մարիա Սոլոդովնիկովան, մարդու իրավունքների պաշտպան հայտնի լրագրող։ Մարիան հիշում է, որ Գալինան նոյեմբերի սկզբին, ավելի ճիշտ, նոյեմբերի 7-ին, նրան ասեց մի տարօրինակ բան։ Նրանք նստած էին մի սրճարանում Մոսկվայի կենտրոնում, Գալինան հանկարծ դադարեց խոսել, նայեց մի մարդու, ով մտել էր սրճարան։ Չշնջաց Մարիային, նրանք արդեն մեկնարկել են։ Ես գիտեմ, որ նրանք հետում են ինձ։ Մարիան հարցրեց, ով է հետում, բայց Գալինան չպատասխանեց։ Նա պարզապես վերցրեց իր պայուսակը գնաց, թողնելով անավարտ սուրճը։ Սա էր վերջին անգամ, երբ Մարիան տեսավ Գալինային կենդանի։ Ով էր հետում Գալինային։ Ինչու նա վախեցավ հեռացավ այդ սրճարանից։ Եվ ամենակարևորը, արդյոք Գալինան գիտեր, որ իրեն սպառնում է վտանգ, եթե գիտեր, ինչու չդիմեց պաշտպանության։ Բայց Գալինան չէր փնտրում պաշտպանություն, քանի որ նա գիտեր, պաշտպանությունը կարող էր գալ միայն այն մարդկանցից, ովքեր հնարավոր է ինքնին էին վտանգի աղբյուր։ Նրա մոտ աշխատողներից մեկը, Վլադիմիր Պրիբիլովսկին, հիշում է մի խոսակցություն նոյեմբերի 15-ին։ Գալինան նրան ասաց. «Վլադիմիր, եթե ինձ հետ ինչ-որ բան տեղի ունենա, դու պետք է իմանաս, որ ամենավտանգավոր թշնամիները միշտ չեն գալիս արտաքինից։ Երբեմն նրանք նստած են քո սեփական գրասենյակում։ Ժպտում են քեզ, սպասում են ճիշտ պահին»։ Վլադիմիրը չհասկացավ այդ խոսքերի իմաստը այն պահին, բայց հիմա, 32 տարի անց, նա հասկանում է, որ Գալինան խոսում էր կոնկրետ մարդկանց մասին։ Ո՞վ էին այդ մարդիկ, ովքեր նստած էին նրա գրասենյակում, ժպտում էին նրան։ Ինչու Գալինան չբացահայտեց նրանց անունները։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ մարդիկ դեռ կենդանի են, շարունակում են իրենց կյանքը, կարծես ոչինչ չի եղել։ 1998 նոյեմբերի 19-ը Գալինան ստացավ մի նամակ, որը փոխանցվեց նրան անձամբ, առանց փոստային ծառայության։ Նամակը եկել էր Երանից, ուղարկողը չէր նշել իր անունը։ Գալինայի օգնականը, Օլգա Մորոզովան, հիշում է, որ երբ Գալինան կարդաց այդ նամակը, նրա դեմքը գունատվեց, նա անմիջապես այրեց այն իր աշխատասեղանի վրա գտնվող մոմի վրա։ Ինչու այրեցիր այն, հարցրեց Օլգան։ Որովհետև այն, ինչ գրված էր այնտեղ, չպետք է տեսնի ոչ ոք, բացի ինձնից, պատասխանեց Գալինան։ Բայց Օլգան հասցրեց տեսնել մի նախադասություն, որը մնաց նրա հիշողության մեջ, նրանք գիտեն ամեն ինչ, նրանք չեն թողնի, որ դու հրապարակես այն։ Ո՞վ էր ուղարկել այդ նամակը։ Ինչ էր գրված այնտեղ, որ Գալինան այդքան արագ ոչնչացրեց այն։ Եվ ամենակարևորը, ով էր այն նրանք, ովքեր գիտեին ամեն ինչ, չէին ուզում, որ Գալինան հրապարակի իր տեղեկությունները։ Գալինայի կապը Հայաստանի հետ ուներ նա մի խորը անձնական կողմ, որի մասին շատ քչերը գիտեն։ Նրա ամենամտերիմ ընկերներից մեկը եղել է Սիլվա Կապուտիկյանը, հայտնի հայ բանաստեղծուհին։ Նրանք ծանոթացել էին 1991-ին, երբ Գալինան եկել էր Երան, մասնակցելու մի միջազգային կոնֆերանսի։ Սիլվան հիշում է, որ Գալինան նրան ասաց մի բան, որը մնաց նրա հիշողության մեջ ամբողջ կյանքի համար. «Սիլվա, ես չեմ հասկանում ձեր լեզուն, բայց ես հասկանում եմ ձեր ցավը։ Եվ այդ ցավը դարձել է իմ ցավը»։ Սիլվան պատմում է, որ Գալինան երբեմն զանգահարում էր նրան ուշ գիշերները պարզապես լսում էր, երբ Սիլվան կարդում էր իր բանաստեղծությունները հայերեն։ Նա չէր հասկանում բառերը, բայց նա զգում էր զգացմունքները, ասում է Սիլվան։ Բայց 1998 նոյեմբերի 17-ին Գալինան զանգահարեց Սիլվային ասաց մի տարօրինակ բան. «Սիլվա, եթե ինձ հետ ինչ-որ բան տեղի ունենա, դու պետք է իմանաս, որ ես սիրում եմ ձեր ժողովրդին ավելի շատ, քան իմ սեփական անվտանգությունը»։ Ինչու Գալինան ասաց այդ խոսքերը հենց այդ օրը։ Արդյոք նա գիտեր, որ իրեն մնացել է միայն 3 օր։ Եվ ամենակարևորը, ինչու նա ընտրեց Սիլվային իր վերջին խոսքերը հայտնելու համար։ Երբ քննիչները ուսումնասիրեցին Գալինայի բանկային հաշիվները, նրանք գտան մի տարօրինակ գործարք։ Նոյեմբերի 12-ին Գալինան փոխանցել էր $3000 մի բարեգործական հիմնադրամի, որը գործում էր Ստեփանակերտում։ Այդ հիմնադրամը զբաղվում էր պատերազմի հաշմանդամների որբերի օգնությամբ։ Բայց փոխանցման մեջ կար մի տարօրինակ նշում՝ վերջին ներդրում։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Ինչու Գալինան գրեց վերջին ներդրում։ Արդյոք նա գիտեր, որ սա կլինի իր վերջին ֆինանսական գործարքը։
Եվ ամենակարևորը, ինչու նա ընտրեց հենց այդ հիմնադրամը, արդյոք այդ փոխանցման մեջ կար ինչ-որ թաքնված հաղորդագրություն, որը պետք է հասկանային միայն որոշակի մարդիկ։ Գալինա Ստարովոյտովայի սպանությունից հետո տեղի ունեցավ մի շարք տարօրինակ դեպքեր, որոնք երբեք չեն բացատրվել պաշտոնապես։ Նրա սպանությունից 2 օր անց, նոյեմբերի 22-ին, Ստեփանակերտում մի անծանոթ մարդ մտավ մի փոքրիկ գրասենյակ, որը պատկանում էր մի տեղական իրավաբանական ընկերության։ Նա պահանջեց հանդիպել տնօրենի հետ, փոխանցեց նրան մի փակ ծրար, ասելով միայն մեկ բան՝ սա Գալինա Վասիլինայից է։ Նա ուզում էր, որ դուք պահեք սա անվտանգ տեղում։ Տնօրենը, Արմեն Գրիգորյանը, հիշում է, որ երբ նա բացեց ծրարը, այնտեղ էր մի փոքրիկ սկավառակ, մի նամակ, որի վրա գրված էր՝ բացել միայն 3 տարի անց։ Արմենը պահեց այդ ծրարը իր անձնական անվտանգության տուփում, բայց 3 տարի անց, երբ նա բացեց այն սկավառակը, դատարկ էր, նամակը պարունակում էր միայն մեկ նախադասություն՝ եթե դուք կարդում եք սա, ուրեմն ես արդեն մեռած եմ, ճշմարտությունը դեռ թաքնված է։ Ինչու սկավառակը դատարկ էր։ Արդյոք Գալինան միտումնավոր ուղարկեց դատարկ սկավառակ, թե ինչ-որ մեկը փոխարինեց այն։ Եվ ամենակարևորը, որտեղ է իրական սկավառակը, եթե այն գոյություն ունի։ 1998 դեկտեմբերի սկզբին Մոսկվայում տեղի ունեցավ մի գաղտնի հանդիպում, որի մասին պաշտոնապես երբեք չի խոսվել։ Այդ հանդիպմանը մասնակցում էին Ռուսաստանի անվտանգության ծառայության բարձրաստիճան սպաներ, Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչներ, մի խումբ անծանոթ մարդիկ, ովքեր ինքնությունը երբեք չի հաստատվել։ Այդ հանդիպման մասին տեղեկություններ հայտնվեցին միայն 10 տարի անց, երբ մի նախկին ՖՍՊ սպա, Վիկտոր Չերկեսովը, հրապարակեց իր հուշերը։ Ըստ Չերկեսովի, այդ հանդիպման ժամանակ քննարկվեց Գալինա Ստարովոյտովայի սպանության հետաքննության ուղղությունը, որոշվեց, որ պաշտոնական տարբերակը կլինի իր հանցավոր հաշվարկ։ Բայց Չերկեսովը նա հիշում է, որ հանդիպման վերջում մի մարդ, ում դեմքը նա չտեսավ, ասաց ամենակարևորը՝ գտնել այն փաստաթղթերը, որոնք նա թաքցրել է։ Առանց դրանց, ամեն ինչ կմնա գաղտնիք։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչու նա այդքան շահագրգռված էր գտնել Գալինայի փաստաթղթերը։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ փաստաթղթերը երբեք գտնվել են, թե դրանք դեռ թաքնված են ինչ-որ տեղ, սպասելով իրենց պահին։ Գալինայի անձնական օրագրում, որը պահվում է Սանկտ Պետերբուրգի արխիվներում, կա մի գրառում նոյեմբերի 19, որը շատերը համարում են նրա վերջին խոսքերը։ Այնտեղ գրված է. «Ես գիտեմ, որ նրանք գալիս են։ Ես զգում եմ դա ամեն օր, երբ դուրս եմ գալիս տնից։ Բայց ես չեմ կարող դադարել։ Եթե ես դադարեմ, ուրեմն նրանք հաղթել են։ Եվ եթե նրանք հաղթեն, ուրեմն բոլոր այն մարդիկ, ովքեր մեռել են Ղարաբաղում, մեռել են ընդունելու»։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Գալինան գիտեր իր ճակատագրի մասին, բայց նա ընտրեց շարունակել իր պայքարը։ Բայց ինչու նա չփորձեց փախչել կամ թաքնվել։ Ինչու նա շարունակեց իր աշխատանքը, գիտենալով, որ սա կարող է արժենալ իր կյանքը։ Եվ ամենակարևորը, արդյոք նրա զոհաբերությունը արժեր այն, թե նրա փաստաթղթերը երբեք չեն հրապարակվել, ճշմարտությունը մնաց թաքնված։ Երբ Գալինայի ընտանիքը սկսեց դասավորել նրա անձնական իրերը, նրանք գտան մի փոքրիկ տուփ, որը պահվում էր նրա անկողնու տակ։ Այդ տուփի մեջ էին լուսանկարներ Հայաստանից, Արցախից, նամակներ հայ երեխաներից, մի փոքրիկ խաչ, որը նվիրել էր նրան մի հայ մայր Ստեփանակերտում։ Բայց այդ տուփի մեջ կար նա մի փոքրիկ թղթի կտոր, որի վրա գրված էր հայերեն մի նախադասություն։ Գալինայի ընտանիքը չգիտեր հայերեն, նրանք ուղարկեցին այդ թուղթը մի թարգմանչի։ Թարգմանությունը եղավ. «Քո զոհաբերությունը չի մոռացվի։ Մենք կշարունակենք քո պայքարը»։ Ով գրեց այդ նախադասությունը։ Երբ այն տեղադրվեց այդ տուփի մեջ։ Եվ ամենակարևորը, արդյոք Գալինան գիտեր այդ նախադասության մասին, թե ինչ-որ մեկը դրեց այն այնտեղ նրա մահից հետո։ 1998 դեկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցավ մի հուշարձանի բացում Գալինա Ստարովոյտովայի հիշատակին։ Հուշարձանը տեղադրվեց Հանրապետության հրապարակում, բացման արարողությանը մասնակցեցին հազարավոր մարդիկ։ Բայց արարողության ժամանակ տեղի ունեցավ մի տարօրինակ դեպք։ Մի ծեր կին, ով ներկայացավ որպես Ստեփանակերտից եկած փախստական, մոտեցավ հուշարձանին, դրեց մի փոքրիկ ծրար։ Երբ անվտանգության ծառայությունը բացեց այդ ծրարը, այնտեղ էր մի հին լուսանկար, որի վրա Գալինան էր նկարված Ստեփանակերտում, մի նամակ, որի վրա գրված էր. «Նա գիտեր ճշմարտությունը, նրանք սպանեցին նրան դրա համար։ Բայց ճշմարտությունը չի մեռնում»։
Ով էր այդ ձեր կինը։ Ինչպես նա ստացավ այդ լուսանկարը։ Եվ ամենակարևորը, ինչու նա ընտրեց հենց այդ օրը այդ տեղը, փոխանցելու այդ հաղորդագրությունը։ Գալինա Ստարովոյտովայի սպանության քննությունը տեց 15 տարի, վերջապես 1998-ին ձերբակալվեցին երկու մարդիկ՝ Միխայիլ Գլուշչենկովը, Վիտալի Ակիսինը։ Նրանք դատապարտվեցին ՑՄԱ ազատազրկման, բայց երբեք չբացահայտվեց, թե ով էր պատվիրել սպանությունը։ Պաշտոնական տարբերակով դա էր հանցավոր խմբավորումների միջ հաշվարկ, բայց շատ մարդիկ չհավատացին այդ տարբերակին։ Գլուշչենկովը, Ակիսինը երբեք չբացահայտեցին իրենց պատվիրատուի անունը։ Նրանք մեռան բանտում, տանելով իրենց հետ այդ գաղտնիքը։ Բայց 1998-ի մարտին, ընդամենը մի ամիս առաջ իրենց ձերբակալությունից, Գլուշչենկովը ստացավ մի նամակ բանտում, որը փոխանցվեց նրան անծանոթ մարդու կողմից։ Այդ նամակում գրված էր. «Լռիր, քո ընտանիքը կլինի անվտանգ։ Խոսիր, նրանք կհետեն քեզ»։ Ով ուղարկեց այդ նամակը։ Ինչպես այն հասավ բանտ։ Եվ ամենակարևորը, ով էր այդ մարդը, ով այդքան հզոր էր, որ կարողանում էր սպառնալ նույնիսկ բանտում գտնվող մարդուն։ Գալինայի մահից 20 տարի անց, 1993-ի նոյեմբերին, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ մի հուշարձանի բացում նրա հիշատակին։ Բացման արարողությանը մասնակցեցին նրա ընտանիքի անդամները, նախկին գործընկերները, հարյուրավոր մարդիկ, ովքեր հարգում էին նրա հիշատակը։ Բայց արարողության ժամանակ տեղի ունեցավ մի տարօրինակ դեպք։ Մի անծանոթ մարդ, ով ներկայացավ որպես Հայաստանից եկած պատվիրակության անդամ, մոտեցավ հուշարձանին, դրեց մի փոքրիկ ծաղկեփունջ։ Երբ անվտանգության ծառայությունը փորձեց մոտենալ նրան, նա արագ հեռացավ բազմության մեջ։ Հետո պարզվեց, որ Հայաստանից ոչ մի պաշտոնական պատվիրակություն չէր եկել այդ արարողությանը։ Ով էր այդ մարդը։ Ինչու նա ներկայացավ որպես հայ պատվիրակության անդամ։ Եվ ամենակարևորը, ինչու նա այդքան արագ հեռացավ, կարծես վախենում էր, որ նրան կճանաչեն։ Երբ լրագրողները սկսեցին ուսումնասիրել Գալինա Ստարովոյտովայի կյանքը, նրա կապերը Հայաստանի հետ, նրանք հայտնաբերեցին մի հետաքրքիր մանրամասն։ Գալինան ունեցել է մի գաղտնի բանկային հաշիվ Շվեյցարիայում, որի մասին նրա ընտանիքը չգիտեր։ Այդ հաշվում եղել է մոտ $50,000, որը փոխանցվել էր տարբեր բարեգործական հիմնադրամների Հայաստանում, Արցախում։ Բայց ամենահետաքրքիրը այն էր, որ այդ հաշվի վերջին գործարքը եղել է նոյեմբերի 19, ընդամենը 10 օր առաջ Գալինայի սպանության։ Այդ գործարքով փոխանցվել էր $10,000 մի անծանոթ հաշվի, որը գրանցված էր Կիպրոսում։ Ով էր այդ հաշվի սեփականատերը։ Ինչու Գալինան փոխանցեց այդ գումարը հենց այդ օրը։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ գործարքը կապված էր նրա փաստաթղթերի հետ, որոնք նա փորձում էր պահպանել անվտանգ տեղում։ Գալինա Ստարովոյտովայի պատմությունը չի ավարտվում նրա մահով։ Նրա ազդեցությունը շարունակվում է մինչ օրս, նրա անունը դարձել է խորհրդանիշ արդարության ճշմարտության պայքարի համար։ Բայց դեռ շատ հարցեր են մնում անպատասխան։ Որտեղ են այն փաստաթղթերը, որոնք նա թաքցրել էր 3 տարբեր վայրերում։ Ով էր պատվիրել նրա սպանությունը, ինչու այդ մարդը երբեք չի բացահայտվել։ Եվ ամենակարևորը, արդյոք մենք երբեք իմանանք ճշմարտությունը։ Թե այն կմնա թաքնված հավերժ։ Գալինան ասել էր, ճշմարտությունը չի մեռնում։ Բայց արդյոք մենք պատրաստ ենք լսել այդ ճշմարտությունը, երբ այն վերջապես բացահայտվի։ Արդյոք մենք պատրաստ ենք ընդունել, որ նրա մահը չէր պարզապես հանցավոր հաշվարկ, այլ մի ծրագրված սպանություն, որի նպատակը եղել է լռեցնել մի կին, ով գիտեր չափազանց շատ չէր վախենում խոսել։ 1993-ի նոյեմբերի 20-րդի գիշերը, երբ Գալինա Ստարովոյտովայի մարմինը դեռ ընկած էր նրա բնակարանի մուտքի հանգրվանում, Մոսկվայում տեղի ունեցավ մի գաղտնի հեռախոսային զրույց։ Զանգը եկավ Բաքվից, տեց ընդամենը 35 վայրկյան։ ՖՍԲ-ի տեխնիկական ծառայությունը գրանցեց այդ զանգը, բայց բովանդակությունը երբեք չհրապարակվեց։ Միայն մի նախկին սպա, ով աշխատում էր այդ ծառայությունում, հիշում է մի նախադասություն, որը նա լսեց այդ ձայնագրությունում. աշխատանքը կատարված է։ Փաստաթղթերը չեն գտնվել։ Շարունակենք փնտրել։ Ով էր խոսում այդ հեռախոսով։ Ում հետ էր նա զրուցում Մոսկվայում։ Եվ ամենակարևորը, ինչու այդ ձայնագրությունը երբեք չի օգտագործվել քննության մեջ, կարծես ինչ-որ մեկը ուզում էր, որ այն մնա թաքնված։ Գալինայի ամենամտերիմ ընկերներից մեկը, Յուրի Ռիբակովը, հիշում է մի խոսակցություն, որը տեղի ունեցավ նոյեմբերի 18-ին։
Նրանք նստած էին մի փոքրիկ ռեստորանում Սանկտ Պետերբուրգի կենտրոնում, Գալինան հանկարծ ասաց. «Յուրի, եթե ինձ հետ ինչ-որ բան տեղի ունենա, դու պետք է գնաս երան գտնես մի մարդու, Արամ Մանուկյանին։ Նա գիտի, որտեղ են փաստաթղթերը»։ Յուրին հարցրեց. «Ո՞վ է այդ Արամ Մանուկյանը», բայց Գալինան չպատասխանեց։ Նա պարզապես գրեց մի հասցե թղթի կտորի վրա տվեց Յուրիին, ասելով. «Պահիր սա անվտանգ տեղում»։ 2 օր անց Գալինան սպանվեց։ Յուրին փորձեց գտնել Արամ Մանուկյանին։ Բայց երբ նա հասավ այդ հասցեին երանում, պարզվեց, որ այնտեղ ոչ ոք չի ապրում վերջին 5 տարվա ընթացքում։ Ո՞վ էր այդ Արամ Մանուկյանը։ Ինչու Գալինան տվեց կեղծ հասցե, թե ինչ-որ մեկը փոխեց այդ հասցեն նրա մահից հետո։ Եվ ամենակարևորը, արդյոք Արամ Մանուկյանը իրական անձ է, թե։ Սա էր ծածկանուն, որը պետք է հասկանային միայն որոշակի մարդիկ։ 1998 դեկտեմբերի սկզբին Ստեփանակերտում տեղի ունեցավ մի տարօրինակ դեպք, որի մասին տեղական մամուլը երբեք չի գրել։ Մի խումբ անծանոթ մարդիկ մտան մի փոքրիկ գրադարան, որը գտնվում էր քաղաքի կենտրոնում, պահանջեցին տեսնել բոլոր գրքերը, որոնք նվիրաբերել էր Գալինա Ստարովոյտովան։ Գրադարանի տնօրենուհին Նունե Սարգսյանը հիշում է, որ այդ մարդիկը չէին ներկայացել, չէին բացատրել, թե ինչու են փնտրում այդ գրքերը։ Նրանք պարզապես վերցրեցին բոլոր 12 գրքերը, որոնք Գալինան էր նվիրաբերել։ Հեռացան առանց որևէ բացատրության։ Նունեն փորձեց դիմել ոստիկանություն, բայց նրան ասացին, որ սա է պաշտոնական քննություն, նա չպետք է խառնվի։ Բայց ինչու այդ գրքերը այդքան կարևոր էին։ Ինչ կարող էր թաքնված լինել այդ գրքերի մեջ։ Եվ ամենակարևորը, ով էր ուղարկել այդ մարդկանց, արդյոք նրանք գտան այն, ինչ փնտրում էին։ Գալինայի անձնական օրագրում կա մի գրառում 1998 հոկտեմբերի 25-ից, որը շատերը համարում են նրա ամենակարևոր խոստովանությունը։ Այնտեղ գրված է. «Ես հանդիպեցի մի մարդու, ով ինձ ասաց, որ իմ կյանքը վտանգի մեջ է։ Նա ինձ ցույց տվեց ցուցակ 12 անուններով։ Այդ ցուցակում էին մարդիկ, ովքեր արդեն մեռել են կամ անհետացել են վերջին 3 տարվա ընթացքում։ Եվ իմ անունը եղել է 13-րդը։ Նա ինձ ասաց. «Փախիր, թաքնվիր, դադարիր քո աշխատանքը»։ Բայց ես չեմ կարող։ Եթե ես դադարեմ, ուրեմն բոլոր այն մարդիկը, ովքեր արդեն զոհվել են։ Զոհվել են ընդունելու։ Ո՞վ էր այդ մարդը, ով ցույց տվեց այդ ցուցակը Գալինային։ Որտեղից նա ստացավ այդ տեղեկությունը։ Եվ ամենակարևորը, որտեղ է այդ ցուցակը հիմա, արդյոք այնտեղ կան ուրիշ անուններ, որոնք դեռ վտանգի մեջ են։ Երբ Գալինայի ընտանիքը սկսեց դասավորել նրա անձնական նամակագրությունը, նրանք գտան մի շարք նամակներ, որոնք ուղարկվել էին Հայաստանից Արցախից։ Այդ նամակներում էին երախտագիտության խոսքեր, աղոթքներ, խնդրանքներ։ Բայց մի նամակ առանձնանում էր մյուսներից։ Այն ուղարկվել էր 1998 նոյեմբերի 11-ին, ուղարկողը չէր նշել իր անունը։ Նամակում գրված էր. «Գալինա Վասիլինա, ես գիտեմ, որ դուք կարդում եք այս նամակը, ես գիտեմ, որ դուք հասկանում եք վտանգը։ Բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, ձեր զոհաբերությունը չի լինի ընդունելու։ Մենք կշարունակենք ձեր պայքարը, մենք կհրապարակենք այն ճշմարտությունը, որը դուք հայտնաբերել եք։ Բայց խնդրում եմ, եղեք զգույշ։ Նրանք արդեն շատ մոտ են ձեզ»։ Ով գրեց այդ նամակը։ Ինչպես այդ մարդը գիտեր, որ Գալինան վտանգի մեջ է։ Եվ ամենակարևորը, ինչու այդ նամակը հասավ Գալինային ընդամենը 9 օր առաջ նրա սպանության, կարծես ինչ-որ մեկը փորձում էր նախազգուշացնել նրան վերջին անգամ։ 1998 դեկտեմբերի 18-ին երանում տեղի ունեցավ մի գաղտնի հանդիպում, որի մասին պաշտոնապես երբեք չի խոսվել։ Այդ հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի անվտանգության ծառայության բարձրաստիճան սպաներ, մի խումբ քաղաքական գործիչներ, մի անծանոթ մարդ, ով ներկայացավ որպես Ռուսաստանից եկած հատուկ ներկայացուցիչ։ Ըստ մի նախկին սպայի, ով մասնակցել է այդ հանդիպմանը, քննարկվեց Գալինա Ստարովոյտովայի սպանության հետանքները, այն փաստաթղթերը, որոնք նա թաքցրել էր Հայաստանում։ Հանդիպման վերջում ռուս ներկայացուցիչը ասաց. «Մենք պետք է գտնենք այդ փաստաթղթերը նախքան դրանք հրապարակվելը։ Եթե դրանք հրապարակվեն, ամեն ինչ կփոխվի»։ Ով էր այդ ռուս ներկայացուցիչը։ Ինչու նա այդքան շահագրգռված էր գտնել Գալինայի փաստաթղթերը։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ փաստաթղթերը երբեք գտնվել են, թե դրանք դեռ թաքնված են ինչ-որ տեղ, սպասելով իրենց պահին։
Գալինայի մոտ աշխատողներից մեկը, Անատոլի Գորելովը, հիշում է մի դեպք, որը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ը։ Գալինան ստացավ մի հեռախոսային զանգ, երբ նա պատասխանեց, նրա դեմքը գունատվեց։ Նա լսեց մի քանի րոպե, ապա ասաց միայն մեկ բառ, հասկացա, փակեց հեռախոսը։ Անատոլին հարցրեց, ով էր զանգահարել, բայց Գալինան չպատասխանեց։ Նա պարզապես նստեց իր աշխատասեղանի մոտ, սկսեց գրել մի նամակ։ Երբ նա ավարտեց, նա դրեց այդ նամակը մի ծրարի մեջ, տվեց Անատոլիին, ասելով, եթե ինձ հետ ինչ-որ բան տեղի ունենա։ Այդ ծրարը պետք է հասնի Երան, Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ոչ ոքի ուրիշին, միայն նրան։ Անատոլին պահեց այդ ծրարը իր տանը, բայց երբ Գալինան սպանվեց, նա վախեցավ այրեց այն։ Ես վախեցա, որ եթե ես փոխանցեմ այդ ծրարը, ինձ էլ կսպանեն, ասում է Անատոլին։ Ինչ էր գրված այդ նամակում։ Ինչու այն այդքան կարևոր էր, որ պետք է հասներ անձամբ Հայաստանի նախագահին։ Եվ ամենակարևորը, արդյոք Անատոլին ճիշտ արեց, որ այրեց այդ նամակը, թե՞ այդ նամակը կարող էր փոխել ամբողջ պատմությունը։ 1998 դեկտեմբերի 25-ին, ընդամենը մեկ ամիս անց Գալինայի սպանությունից, Ստեփանակերտում տեղի ունեցավ մի տարօրինակ դեպք։ Մի խումբ զինված մարդիկ մտան մի փոքրիկ տուն, որը գտնվում էր քաղաքի ծայրամասում, պահանջեցին տեսնել տան տերը, Վարդան Պետրոսյանին։ Վարդանը չէր տանը, նրա կինը Արմինեն ասաց, որ նա գնացել է Երան։ Զինված մարդիկը փնտրեցին ամբողջ տունը, բայց ոչինչ չգտան։ Երբ նրանք հեռացան, Արմինեն անմիջապես զանգահարեց Վարդանին, պատմեց այն, ինչ տեղի ունեցավ։ Վարդանը նրան ասաց, մի վախեցիր։ Նրանք փնտրում էին մի բան, որը ես արդեն փոխանցել եմ անվտանգ տեղ։ Բայց երբ Վարդանը վերադարձավ Ստեփանակերտ, նա անհետացավ։ Նրան երբեք չգտան, նրա ճակատագիրը մնաց անհայտ։ Ինչ էր այն բանը, որը Վարդանը փոխանցել էր անվտանգ տեղ։ Ո՞վ էին այդ զինված մարդիկը։ Եվ ամենակարևորը, արդյոք Վարդանի անհետացումը կապված էր Գալինա Ստարովոյտովայի սպանության հետ։ Գալինայի անձնական օրագրում կա մի գրառում 1998 հոկտեմբերի 18-ից, որը շատերը համարում են նրա ամենակարևոր նախազգուշացումը։ Այնտեղ գրված է. «Ես հանդիպեցի մի մարդու, ով ինձ ասաց, որ իմ փաստաթղթերը արդեն հայտնի են որոշակի շրջանակներում։ Նա ինձ ասաց, նրանք գալիս են, նրանք չեն դադարի, մինչ չգտնեն այդ փաստաթղթերը։ Նա ինձ խորհուրդ տվեց, թաքցնել դրանք 3 տարբեր վայրերում, որպեսզի եթե մեկը գտնվի, մյուս երկուսը մնան անվտանգ։ Ես հետեցի նրա խորհրդին։ Հիմա իմ փաստաթղթերը գտնվում են 3 տարբեր երկրներում, միայն 3 մարդիկ գիտեն այդ վայրերը։ Բայց ես վախենում եմ, որ եթե ինձ հետ ինչ-որ բան տեղի ունենա, այդ 3 մարդիկը էլ կվտանգվեն»։ Ո՞վ էր այդ մարդը, ով խորհուրդ տվեց Գալինային թաքցնել փաստաթղթերը 3 տարբեր վայրերում։ Ո՞վ են այդ 3 մարդիկը, ովքեր գիտեն այդ վայրերը։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ 3 մարդիկը դեռ կենդանի են, թե՞ նրանք էլ զոհվել են այդ գաղտնիքի համար։ 1998 դեկտեմբերի վերջին օրերին Մոսկվայում տեղի ունեցավ մի գաղտնի հանդիպում, որի մասին տեղեկություններ հայտնվեցին միայն 15 տարի անց։ Այդ հանդիպմանը մասնակցում էին Ռուսաստանի անվտանգության ծառայության բարձրաստիճան սպաներ, Ադրբեջանի Հայաստանի դեսպանատների ներկայացուցիչներ, մի խումբ անծանոթ մարդիկ, ովքեր ինքնությունը երբեք չի հաստատվել։ Ըստ մի նախկին սպայի, ով մասնակցել է այդ հանդիպմանը, քննարկվեց Գալինա Ստարովոյտովայի փաստաթղթերի ճակատագիրը, այն վտանգը, որը դրանք ներկայացնում էին որոշակի շրջանակների համար։ Հանդիպման վերջում մի մարդ, ում դեմքը ծածկված էր, ասաց, մենք պետք է համոզվենք, որ այդ փաստաթղթերը երբեք չեն հրապարակվի։ Եթե դրանք հրապարակվեն, շատ հզոր մարդիկ կընկնեն, ամբողջ համակարգը կխախտվի։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչպիսի հզոր մարդիկ կընկնեին, եթե այդ փաստաթղթերը հրապարակվեին։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ փաստաթղթերը դեռ գոյություն ունեն, թե՞ դրանք ոչնչացվել են հավերժ։ Գալինա Ստարովոյտովայի պատմությունը դարձել է խորհրդանիշ այն մարդկանց համար, ովքեր պայքարում են ճշմարտության արդարության համար։ Բայց նրա պատմությունը նա լի է գաղտնիքներով, որոնք դեռ չեն բացահայտվել։ Որտեղ են այն փաստաթղթերը, որոնք նա թաքցրել էր 3 տարբեր վայրերում։ Ո՞վ էր պատվիրել նրա սպանությունը։ Ինչու այդ մարդը երբեք չի բացահայտվել։ Եվ ամենակարևորը, արդյոք մենք երբեք կիմանանք ճշմարտությունը, թե՞ այն կմնա թաքնված հավերժ։ Գալինան ասել էր, ճշմարտությունը չի մեռնում։
Բայց արդյոք մենք պատրաստ ենք լսել այդ ճշմարտությունը, երբ այն վերջապես բացահայտվի։ Արդյոք մենք պատրաստ ենք ընդունել, որ նրա մահը չէր պարզապես հանցավոր հաշվարկ, այլ մի ծրագրված սպանություն, որի նպատակը եղել է լռեցնել մի կին, ով գիտեր չափազանց շատ չէր վախենում խոսել։ Եվ արդյոք մենք պատրաստ ենք շարունակել նրա պայքարը, թե մենք էլ կլռենք, վախենալով նույն ճակատագրից։ 1994-ի ապրիլին Գալինան Ստարովոյտովան ստացավ մի անսպասելի հրավեր՝ մասնակցելու մի փակ կոնֆերանսի Վիեննայում։ Կոնֆերանսի թեման էր Հարավային Կովկասի հակամարտությունները, մասնակիցների ցուցակը ներառում էր միջազգային դիվանագետներ, անվտանգության փորձագետներ, մարդու իրավունքների պաշտպաններ։ Բայց երբ Գալինան հասավ Վիեննա, նա հայտնաբերեց, որ կոնֆերանսի իրական օրակարգը շատ ավելի խորն էր, քան պաշտոնական ծրագիրը։ 3 օրվա ընթացքում նա հանդիպեց մարդկանց, ովքեր պատմեցին նրան այնպիսի մանրամասներ Ղարաբաղյան հակամարտության մասին, որոնք երբեք չէին հրապարակվել։ Նրանք խոսեցին գաղտնի զենքի մատակարարումների մասին, օֆշորային հաշիվների մասին, որտեղ պահվում էին միլիոնավոր դոլարներ, ամենակարևորը՝ կոնկրետ անունների մասին, ովքեր վերահսկում էին այդ ամբողջ համակարգը։ Գալինան գրանցեց այդ ամբողջ տեղեկատվությունը իր անձնական նոթբուքում, բայց երբ նա վերադարձավ Սանկտ Պետերբուրգ, նա նկատեց, որ նրան հետում են։ Ո՞վ էր կազմակերպել այդ կոնֆերանսը, արդյոք դա եղել է իրական գիտական միջոցառում, թե ծուղակ, պարզելու համար, թե ինչքան է Գալինան իմանում։ Ինչու այդ մարդիկը վստահեցին նրան այդքան զգայուն տեղեկություններ, արդյոք նրանք գիտեին, որ այդ տեղեկությունները կարող են արժանալ Գալինայի կյանքը։ Գալինայի աշխատասենյակում աշխատող երիտասարդ օգնականը, Դմիտրի Լեոնովը, հիշում է մի տարօրինակ դեպք, որը տեղի ունեցավ 1998-ի սեպտեմբերին։ Գալինան ստացավ մի փաթեթ, որը ուղարկվել էր Թբիլիսիից։ Փաթեթի վրա չկար ուղարկողի անունը, միայն մի նախադասություն՝ «Սա այն է, ինչ դուք փնտրում էիք»։ Երբ Գալինան բացեց փաթեթը, նրա ներսում էր մի հին տեսախցիկի ժապավեն մի փոքրիկ նամակ։ Գալինան անմիջապես փակեց դուռը, մնաց մենակ իր աշխատասենյակում 3 ժամ։ Երբ նա դուրս եկավ, նրա դեմքը լուրջ էր, նա ասաց Դմիտրիին, այն, ինչ ես տեսա այս ժապավենում, կփոխի ամեն ինչ։ Բայց ես չեմ կարող հրապարակել այն հիմա։ Ես պետք է սպասեմ ճիշտ պահին։ Դմիտրին երբեք չտեսավ այդ ժապավենը, երբ Գալինան սպանվեց, այդ ժապավենը չգտնվեց նրա բնակարանում։ Ինչ էր նկարված այդ ժապավենում։ Ով ուղարկեց այն Թբիլիսիից։ Ինչու հենց այդ քաղաքից։ Եվ ամենակարևորը, որտեղ է այդ ժապավենը հիմա, արդյոք այն դեռ գոյություն ունի, թե այն ոչնչացվել է նրանց կողմից, ովքեր չէին ուզում, որ դրա բովանդակությունը երբե հրապարակվի։ 1993-ի հոկտեմբերի սկզբին Գալինան մեկնեց Ստամբուլ, մասնակցելու մի միջազգային համաժողովի։ Պաշտոնապես նա ներկայացնում էր Ռուսաստանի Դումայի մարդու իրավունքների հանձնաժողովը, բայց իրականում նրա այցելության իրական նպատակը այլ էր։ Նա պետք է հանդիպեր մի մարդու, ով խոստացել էր տրամադրել նրան փաստաթղթեր Ադրբեջանի Թուրքիայի միջ գաղտնի համաձայնագրերի մասին, որոնք վերաբերում էին Ղարաբաղյան հակամարտությանը։ Հանդիպումը տեղի ունեցավ մի փոքրիկ սրճարանում Ստամբուլի հին քաղաքում, տեց ընդամենը 20 րոպե։ Գալինայի ուղեկիցը Մարինա Սալիեն հիշում է, որ երբ Գալինան վերադարձավ սրճարանից, նրա ձեռքին էր մի փոքրիկ ծրար։ Նա անմիջապես դրեց այն իր պայուսակի ամենախորը գրպանում։ «Մի հարցրու ինձ այս մասին», ասաց Գալինան Մարինային։ «Որքան քիչ դու գիտես, այնքան անվտանգ կլինես»։ Բայց երբ նրանք վերադարձան հյուրանոց, Գալինան նկատեց, որ նրանց սենյակը խուզարկվել է։ Ոչինչ չէր գողացվել, բայց ակնհայտ էր, որ ինչ-որ մեկը փնտրել է ինչ-որ բան։ Ո՞վ էր այն մարդը, ով հանդիպեց Գալինային Ստամբուլում։ Ինչ փաստաթղթեր էին այդ ծրարի մեջ։ Եվ ամենակարևորը, ինչպես ինչ-որ մեկը իմացավ այդ հանդիպման մասին, փորձեց գտնել այդ փաստաթղթերը նույնիսկ Թուրքիայում։ Գալինայի ամենամտերիմ ընկերներից մեկը, Սվետլանա Գաննուշկինան, հիշում է մի խոսակցություն, որը տեղի ունեցավ 1993-ի նոյեմբերի սկզբին։ Նրանք նստած էին Սվետլանայի բնակարանում, Գալինան հանկարծ ասաց. «Սվետա, ես ուզում եմ, որ դու իմանաս մի բան։ Եթե ինձ հետ ինչ-որ բան տեղի ունենա, դու պետք է գնաս Երևան գտնես մի կին, Արմինե Հովհաննիսյանին։ Նա աշխատում է ազգային արխիվում։ Ասա նրան միայն 3 բառ, կարմիր թղթապանակ, 12։ Նա կհասկանա»։ Սվետլանան հարցրեց. «Ինչ է նշանակում այդ 3 բառը», բայց Գալինան չպատասխանեց։
Նա պարզապես ժպտաց ասաց, որքան քիչ դու գիտես, այնքան լավ։ Երբ Գալինան սպանվեց, Սվետլանան փորձեց գտնել Արմինե Հովհաննիսյանին, բայց պարզվեց, որ ազգային արխիվում երբեք չի աշխատել այդպիսի անունով կին։ Ո՞վ էր այդ Արմինե Հովհաննիսյանը, արդյոք սա իրական անուն էր, թե ծածկանուն։ Ինչ էր նշանակում կարմիր թղթապանակ 12, արդյոք այդ ծածկագիրը հասկանում էր ինչ-որ մեկը Երանում։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ թղթապանակը դեռ գոյություն ունի, թե այն ոչնչացվել է նրանց կողմից, ովքեր չէին ուզում, որ դրա բովանդակությունը երբե հայտնի դառնա։ 1998 նոյեմբերի 14-ին Գալինան ստացավ մի տարօրինակ հեռախոսային զանգ։ Զանգողը խոսեց ռուսերեն, բայց ակնհայտ էր, որ սա չէր նրա մայրենի լեզուն։ Նա ասաց Գալինային, դուք չգիտեք ինձ, բայց ես գիտեմ ձեզ։ Ես ուզում եմ ձեզ նախազգուշացնել։ Նրանք արդեն որոշել են։ Ձեզ մնացել է շատ քիչ ժամանակ։ Եթե դուք ուզում եք փրկվել, դուք պետք է հեռանաք Ռուսաստանից հենց հիմա։ Գալինան հարցրեց, ով է զանգահարում, բայց զանգողը փակեց հեռախոսը։ Գալինայի օգնականը, Օլգա Մորոզովան, ով լսեց այդ զրույցը, հիշում է, որ Գալինան նստեց իր աշխատասեղանի մոտ երկար ժամանակ լռեց։ Ապա նա ասաց, նրանք սկսել են։ Բայց ես չեմ փախչի։ Եթե ես փախչեմ, ուրեմն նրանք հաղթել են։ Ո՞վ էր այդ զանգողը, ով փորձեց նախազգուշացնել Գալինային։ Ինչպես նա իմացավ, որ Գալինան վտանգի մեջ է։ Եվ ամենակարևորը, ինչու Գալինան չընդունեց այդ նախազգուշացումը չփախավ։ Երբ դեռ ժամանակ կար։ Գալինայի անձնական օրագրում կա մի գրառում 1998 նոյեմբերի 16-ից, որը շատերը համարում են նրա վերջին խոստովանությունը։ Այնտեղ գրված է. ես գիտեմ, որ նրանք գալիս են։ Ես տեսնում եմ նրանց ամեն օր, փողոցում, մետրոյում, նույնիսկ իմ տան մոտ։ Նրանք չեն թաքնվում այլս։ Նրանք ուզում են, որ ես վախենամ, որ ես դադարեմ իմ աշխատանքը։ Բայց ես չեմ դադարի։ Ես արդեն փոխանցել եմ իմ ամենակարևոր փաստաթղթերը 3 տարբեր մարդկանց։ Նրանք գիտեն, թե ինչ պետք է անեն, եթե ինձ հետ ինչ-որ բան տեղի ունենա։ Եվ ես հուսով եմ, որ նրանք կունենան քաջություն շարունակելու այն, ինչ ես սկսել եմ։ Ո՞վ էին այդ 3 մարդիկը, ում Գալինան փոխանցեց իր փաստաթղթերը։ Արդյոք նրանք իրականում շարունակեցին Գալինայի աշխատանքը, թե նրանք էլ վախեցան թաքցրին այդ փաստաթղթերը։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ փաստաթղթերը դեռ գոյություն ունեն, թե դրանք ոչնչացվել են նրանց կողմից, ովքեր չէին ուզում, որ ճշմարտությունը երբե հրապարակվի։ 1998 նոյեմբերի 19-ը, ընդամենը 10 օր առաջ Գալինայի սպանության, Երանում տեղի ունեցավ մի գաղտնի հանդիպում, որի մասին տեղեկություններ հայտնվեցին միայն 15 տարի անց։ Այդ հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի անվտանգության ծառայության բարձրաստիճան սպաներ մի անծանոթ կին, ով ներկայացավ որպես Գալինա Ստարովոյտովայի անձնական ներկայացուցիչ։ Ըստ մի նախկին սպայի, ով մասնակցել է այդ հանդիպմանը, այդ կինը փոխանցեց նրանց մի փակ ծրար ասաց. «Սա Գալինա Վասիլինայից է։ Նա ուզում է, որ դուք պահեք սա անվտանգ տեղում։ Եթե նրա հետ ինչ-որ բան տեղի ունենա, դուք պետք է բացեք այն հրապարակեք դրա բովանդակությունը»։ Սպաները պահեցին այդ ծրարը իրենց անվտանգության տուփում, բայց երբ Գալինան սպանվեց, նրանք բացեցին ծրարը, այնտեղ ոչինչ չկար։ Ծրարը դատարկ էր։ Ո՞վ էր այդ կինը, ով ներկայացավ որպես Գալինայի ներկայացուցիչ։ Ինչու ծրարը դատարկ էր։ Արդյոք Գալինան միտումնավոր ուղարկեց դատարկ ծրար, շեղելու համար ուշադրությունը իրական փաստաթղթերից։ Եվ ամենակարևորը, որտեղ են իրական փաստաթղթերը, եթե այդ ծրարը եղել է միայն խաբեություն։ Գալինայի մոտ աշխատողներից մեկը, Իգոր Դոմնիկովը, հիշում է մի դեպք, որը տեղի ունեցավ նոյեմբերի 18-ին։ Գալինան խնդրեց նրան գնալ մի հատուկ հասցե Սանկտ Պետերբուրգի ծայրամասում վերցնել մի փաթեթ մի ծեր կնոջից։ Իգորը գնաց այդ հասցեն հանդիպեց մի ծեր կնոջ, ով նրան տվեց մի փոքրիկ տուփ, ասելով միայն մեկ բան, ասա Գալինային, որ ես արեցի այն, ինչ նա խնդրեց։ Հիմա նա պետք է լինի զգույշ։ Երբ Իգորը վերադարձավ տվեց այդ տուփը Գալինային, նա անմիջապես բացեց այն հանեց մի փոքրիկ բանալի։ Գալինան նայեց այդ բանալուն երկար ժամանակ, ապա դրեց այն իր պայուսակի գաղտնի գրպանում։ Իգորը երբեք չիմացավ, թե այդ բանալին ինչի համար էր, երբ Գալինան սպանվեց։ Այդ բանալին չգտնվեց նրա իրերի մեջ։ Ինչ էր բացում այդ բանալին։ Ո՞վ էր այդ ծեր կինը, ինչպես նա կապված էր Գալինայի հետ,
Եվ ամենակարողը, որտեղ է այդ բանալին հիմա, արդյոք այն դեռ կարող է բացել այն գաղտնիքը, որը Գալինան փորձում էր պահպանել։ 1998 նոյեմբերի 19-ը Գալինան գրեց մի նամակ իր քրոջը, Օլգա Ստարովոյտովային։ Այդ նամակում նա գրեց. «Օլյա, եթե դու կարդում ես այս նամակը, ուրեմն ինձ հետ արդեն ինչ-որ բան տեղի է ունեցել։ Ես ուզում եմ, որ դու իմանաս, ես սիրում եմ քեզ, մեր ընտանիքը ավելի քան ամեն ինչ։ Բայց կա մի բան, որը ես պետք է անեմ, նույնիսկ եթե դա արժենա իմ կյանքը։ Ես հայտնաբերել եմ ճշմարտություն, որը կարող է փրկել հազարավոր կյանքներ։ Եվ ես չեմ կարող լռել այդ ճշմարտության մասին։ Խնդրում եմ, մի փորձիր գտնել իմ փաստաթղթերը։ Դրանք անվտանգ են այնտեղ, որտեղ պետք է լինեն։ Եվ երբ ժամանակը գա, դրանք կհրապարակվեն»։ Օլգան ստացավ այդ նամակը Գալինայի սպանությունից 3 օր անց, նա անմիջապես փորձեց գտնել այդ փաստաթղթերը։ Բայց նա երբեք չկարողացավ գտնել դրանք։ Որտեղ էր թաքցրել Գալինան իր փաստաթղթերը, որ նույնիսկ նրա քույրը չկարողացավ գտնել դրանք։ Արդյոք այդ փաստաթղթերը իրականում անվտանգ են, թե՞ դրանք արդեն գտել են նրանք, ովքեր փնտրում էին դրանք։ Եվ ամենակարողը, երբ կգա այն ժամանակը, երբ այդ փաստաթղթերը կհրապարակվեն, արդյոք մենք դեռ ապրում ենք այդ ժամանակին։ Գալինա Ստարովոյտովայի պատմությունը շարունակվում է նույնիսկ 32 տարի անց նրա մահից։ Նրա անունը դարձել է խորհրդանիշ քաջության ճշմարտության համար։ Բայց դեռ շատ հարցեր են մնում անպատասխան։ Որտեղ են այն փաստաթղթերը, որոնք նա թաքցրել էր 3 տարբեր վայրերում։ Ո՞վ էր պատվիրել նրա սպանությունը, ինչու այդ մարդը երբեք չի բացահայտվել։ Եվ ամենակարողը, արդյոք մենք երբեք կիմանանք ճշմարտությունը։ Թե՞ այն կմնա թաքնված հավերժ։ Գալինան ասել էր. «Ճշմարտությունը չի մեռնում»։ Բայց արդյոք մենք պատրաստ ենք լսել այդ ճշմարտությունը, երբ այն վերջապես բացահայտվի։ Արդյոք մենք պատրաստ ենք ընդունել, որ նրա մահը չէր պարզապես հանցավոր հաշվարկ, այլ մի ծրագրված սպանություն, որի նպատակը եղել է լռեցնել մի կին, ով գիտեր չափազանց շատ չէր վախենում խոսել։ Եվ արդյոք մենք պատրաստ ենք շարունակել նրա պայքարը, թե՞ մենք էլ կլռենք, վախենալով նույն ճակատագրից։ Գալինա Ստարովոյտովայի գաղտնիքները դեռ սպասում են իրենց բացահայտման պահին, միայն ժամանակը ցույց կտա, թե արդյոք մենք երբեք կիմանանք ամբողջ ճշմարտությունը այն կնոջ մասին, ով զոհաբերեց իր կյանքը արդարության համար։